Նման ձեր գրառումը կարդացին, գիտենք նաև, որ դուք աշխատում եք այսպես միջազգային հանրության հետ, ինչու չի ստացվում այդ սառույցը հալեցնել, ինչու 7-8 տարվա ընթացքում այսպես հանկարծ որոշեցին անտեսել կամ գուցե քիչ նկատել Հայաստանում տեղի ունեցողը։ Տեսեք, ամենացավոտ հարցն եք տալիս, որովհետև բոլորիս գիտակցության մեջ եվրոպական արժեքները, ժողովրդավարությունը միշտ ավելի վառ եւ ցայտուն է եղել գոնե միջազգային կազմակերպությունների մակարդակով, ել չասեմ, որ 18 թվականին նախորդող տարիներին այն ամենաչնչին թեթև իրենց աչքով իրավունքների ոտնահարումը դարձել է մեծ աղմուկ։ Այնինչ այսօր կատարվում է եվրոպական կառույցներում, միջազգային կառույցներում, Հայաստանում ներկայացված միջազգային կազմակերպություններում, դրսում գործող միջազգային խորհրդարանական իրավապաշտպան կառույցներում, խոսում է միայն մեկ բանի մասին, որ ընդդիմության պնդումները, որ 18 թվականից այս կողմ Նիկոլ Փաշինյանը եկել է հստակ օրակարգով եւ այդ օրակարգի պատվիրատուներից եւ տերերից հանդիսանում են նաև արևմտյան ուժերը, դա հաստատվում է։ Ըստ իս ելնելով այն աշխատանքից, որը ես գրեթե ամենօրյա ռեժիմով անում եմ եւ ստանում եմ քիչ արձագանքներն էլ անհատականացված են, այլ ոչ թե կազմակերպությունների կողմից։ Ինչպիսի արձագանքներ են ամեն դեպքում։ Տեսեք, ես կարող եմ անգամ անուններով ասել, վերջերս Սան Մարինոյի падգամավորներից մեկի հետ զրույցում պարզվեց, որ ընդհանրապես տեղեկությունը, որը ներկայացվում է նույն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, աղմուկի մեջ կորում է շատ ժամանակ, նամակները քարտուղարության կողմից չեն փոխանցվում, իսկ խոսակցության ընթացքում իմ գործընկեր падգամավորը, ում հետ շատ երկար ժամանակ աշխատել ենք, սկսեց մատնանշել այն ահռելի ձեռքբերումները Հայաստանի, որոնք մենք ընդդիմությունը չենք տեսնում եւ ինչը ամենացավոտն է, կա հստակ տպավորություն, որին հասել են իշխանականները միջազգային կառույցներում, որ այսօրվա ընդդիմությունը բարձրացնելով ահռելի աղաղակող մարդու իրավունքների ոտնահարումները ընդամենը ռևանշիստ է եւ ուզում է վերադառնալ իշխանության։ Մի տեսակետ էլ կասում են հիբրիդային պատերազմների համատեքստում է այս ամեն ինչը, տեսնում ենք դրսում գնում են ելույթներ ունենում, հիմնականում շեշտը դնում են դրա վրա, նույնիսկ խոստումներ են ստացել, որ այդ պատերազմների դեմ պայքարելու համար միլիոններ պետք է ստացվեն կամ գուցե արդեն ստանում են այս առնչությամբ։ Հիմա ով պայքարում է, ով դեմ է, ստացվում է հիբրիդային գործակալ է։ Տեսեք, նախ այդ հիբրիդային բառը ներմուծել են մարդիկ, ովքեր եթե ինչ-որ մի բանից չեն հասկանում կամ ինչ-որ մի բանը իրենց համար այդքան էլ բացատրելի չէ, օգտագործում են հիբրիդային բառը։ Հիբրիդային պատերազմը իրականում շատ լուրջ մղվող պատերազմ է եւ մեծ փողեր են այդտեղ միշտ դրված, այո, դուք ճիշտ եք։ Այնինչ այսօր կատարվում է մեծ ծրագրի շրջանակներում եւ այո, շատ խիստ ծրագրավորված։ Այնպես չէ, որ ընդդիմության կողմը չի տիրապետում այդ լծակներին, ուղղակի գինը, որ ի սկզբանե 18 թվականից դրվել է եւ որի վճարման մի մասը, ամենացավոտ մասը, Արցախի հանձնումը, Արցախի հայաթափումը, մեր արժեքների ոտնահարումը, եկեղեցու հանդեպ այս ահռելի ահագնացող ճնշումը, որ գնում է, եւ այսօր այս խորհրդանշական օրը, երբ մարդու իրավունքների պաշտպանության օրն է նշվում, մենք տեսնում ենք, մենք ունենք մոտ 60 հոգի քաղաքական բանտարկյալ եւ այո, հիբրիդային ձևով անգամ կան մարդիկ, ովքեր դիրքավորված են, կարծես թե ընդդիմադիր դաշտում, կարող են պնդել, որ դիցուք Արշակ Սրբազանը քաղաքական բանտարկյալ չէ։ Ինձ համար սա ծիծաղելի է, սակայն ծիծաղելի չէ այնքանով, որքանով որ լուրջ գործընթացները լավ տեղ չեն բերելու։ Մեր այս վիճակից դուրս գալու միակ ճանապարհը ժողովրդի սթափությունն է։ Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ ժողովուրդը հասկանա, որ այսօրվա պայքարը, որ ամենօրյա ռեժիմով մղվում է, ոչ աթոռի համար է, ոչ իշխանության համար է, ոչ ինչ-որ բարիքների հասնելու համար է, ոչ ռևանշ է։ Երկիր ունենալ չունենալու հարցն է, պետություն ունենալ չունենալու հարցն է։ Տեսեք, ժամանակին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
այն վիճակում, որում մենք հիմա ենք, Ադրբեջանն էր եւ ծաղրուծանակի էր ենթարկվում, որովհետեւ այնտեղ չկար ընդդիմություն, որը կարող էր ազատ արտահայտվել, չկային հասարակական կազմակերպություններ, իսկ Ադրբեջանի իշխանությունների դեմ հնչող ցանկացած ձայնել դրսում ապրող ադրբեջանցիների կողմից է։ Նիկոլ Փաշինյանը այսօր մեզ տանում է ադրբեջանականացման, այսինքն չակերտավոր ասած, մեկ մարդու իշխանության, որտեղ բոլորը իրեն են ենթարկվելու, ընդդիմությունն էլ է լինելու իր սրտի ընդդիմությունը, ՀԿ-ներն էլ են լինելու իր սրտի ՀԿ-ները, եկեղեցին է լինելու իր սրտի եկեղեցին։ Իմ խորին համոզմամբ այնինչ այսօր կատարվում է եկեղեցու շուրջ, Փաշինյանի անհակ խանդն է այն բանի հանդեպ, որ կա կառույց, որը կանգուն է, իրեն չի ենթարկվում, պետությանը ընդհանրապես որևէ ձևով չի ենթարկվում եւ հակառակը բարձրացնում է հարցեր, որոնք կարող է շեղեն կործանարար օրակարգից։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Գնահատականները ինչու լսելի չեն միջազգային հանրությանը, դուք խոսում եք ոնց որ միջազգային այսինքն իշխանությունները կարողանում են այդ բանակցություններում, այսպես ասած, հաջողություն գրանցել, բայց գերիների վերադարձի հարցում չեն կարողանում գրանցել։ Տեսեք, գոյություն ունեն շատ դիվանագիտական խողովակներ, որոնք շատ ժամանակ նաև տեսանելի չեն եւ տեսանելի են։ Այլ բան է, երբ ընդդիմության առանձին ներկայացուցիչներ կամ ընդդիմադիր կուսակցություններ, ընդդիմադիր գործիչներ դիմում են եւ խոսում են գերիների վերադարձի մասին, լրիվ այլ բան է, երբ պաշտոնական արտգործնախարարությունը եւ բարձր ղեկավարությունը բարձրացնում է այդ ձայները։ Եթե կհիշեք, հենց պատերազմի ավարտից հետո 20 թվականի դեկտեմբեր ամսին Նիկոլ Փաշինյանը գնաց եւ Մոսկվայում նստեց սեղանի շուրջ Ալիևի հետ, ինչը ավելի սարսափելի է, ճաշի սեղանի շուրջ նստեց առանց որևէ նախապայմանների։ Եթե այդ պահին չդրվեց նախապայման բոլոր գերիների վերադարձի եւ դրա փոխարեն Հայաստանից Ադրբեջան վերադարձեցին այն երկու բանտարկյալները, որոնք Արցախի Հանրապետության կողմից մահապատժի էին ենթարկվել, որովհետև անչափահաս երեխա էին սպանել գերեզմանի վրա, գիտեք այդ խայտառակ պատմությունը, հա, երբ նա առանց որևէ պայման դնելու նստավ բանակցությունների, դրանից հետո մենք ինչքան էլ խոսենք, միջազգային կառույցների աչքերում միջազգային կառույցը չի կարող Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինի։ Եթե մեր պետությունը ընդունել է Արցախը Ադրբեջանի կազմում առաջի դեմքին շուրթերով եւ ստորագրությամբ, ինչպես կարող է օրինակ նորվեգացի падգամավորը դրան դեմ գնա եւ այլ ձևի բարձրացնի ասել։ Դա մեկ։ Երկրորդը, ինչը ինձ համար ավելի կարեւոր է, այն փաստի հաստատումն է, որ Նիկոլ Փաշինյանը այսօր իրականացնում է արևմտյան օրակարգի պատվերներից մեկը։ Դուք գիտեք, որ թուրքական երկու պետությունները բավականին մեծ գումարներ են ծախսում եվրոպական կառույցներում եւ բնականաբար նրանց շահերի պաշտպանությունը լինելու է այսօր առաջնահերթ։ Շնորհակալություն։ Հարգելի հետևողներ, կսկսենք անտիֆեյք կայքի հաստապար Աստղիկ Մաթևոսյանի հետ։ Իքի Մաթևոսյան